սկզբից Սիմոնյանի ասածներին պետք է էժան բենզին, էժան ապրանքներ, այդ բոլորը ուրեմն քաղաքական մանիպուլյացիաներ են, որը որ հիմնված է քաղաքական ուժի ձախողումների վրա, այսինքն նրանց նույնիսկ երկու քպեական պատգամավորի կամ վարչապետի եւ նախարարի մեջ բազմաթիվ տարաձայնություններ կան, ԱԳՆ նախարարը ինձ հասած տեղեկություններով հայտարարում է, որ թուղթը դեռ խաղաղություն չի, մի քանի րոպե հետո վարչապետը դուրս է գալիս եւ ասում է ես խաղաղություն եմ բերել կամ բերելու եմ, այդ էժան ապրանքները Հայաստան կգան, թե էժան վառելիքը Հայաստան կգա, հիմա էլ կարան էժան վառելիք բերեն, բայց հենց այդ մանիպուլյացիաներով վերջին ժամանակներում մենք տեսնում ենք վառելիքի գնի գնաճ, հեղուկ գազի կամ այլ տեսակի վառելիքների, այսինքն հող են պատրաստում, որ հեսա Ադրբեջանից էժան կգա, բայց իրականում եթե նույնիսկ դա պատահի դա լինելու է մի քանի ամիս, հետո ավելի են թանկացնելու, դա հենց քաղաքական հենց այդ ուժի ամենաուժեղ մանիպուլյացիաներն են, երբ որ նրանք փորձում են ժողովրդին բրդել երկու բևեռի մեջ, ինչպես վարչապետն էր ասում, կամ ինձ եք ընտրում կամ պատերազմ, իրականում քաղաքականությունը երկրի պետք է լինի բազմաբևեռ, բազմակի քաղաքական ուժերի հնարավորություններ պետք է տրվի, ծրագրերը լսվի, իսկ այստեղ խիստ մանիպուլյացիան, որ կամ պատերազմ կամ ադրբեջանցիք են գալու, կամ պատերազմ կամ ադրբեջանցիքից պետք է ապրանք առնեք, դա շատ ուժեղ մանիպուլյացիա